Բարի երեկո, դուք դիտում եք Ամեքուսի ITV Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները։ Նա հավաստիացրել է, որ պահուստները լիովին բավարար են, կանխելու համար փոխարժեքի ամեն տեսակի արհեստական տատանումները։ Բանկերը իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելություն եւ կանխիկ եւ անկախիկ։ Ոչ իշխանական ուժերը չստորագրեցին Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հայտարարության տակ, քանի որ թագաժառանգության հարց կա։ Համոզված է քաղաքացիական պայմանագրի անդամ Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Իրաց չէ տաքրկում ունենք թե ռուսական թագը ում գլխին կդնեն։ Կմնա Սերժ Սարգսյանի գլխին, թե նրանցից որևէ մեկը դուրսնի։ Մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքը կանխատեսելի էր, կարծում է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Խոսքն այս դեպքում կոնկրետ Եղվարդին չի վերաբերում, այլ բոլոր նման հաստատություններին։ Այսօր տեղափոխող մանկապարտեզին սննդամթերք մատակարարող ընկերությունների առջև դրված չի ունենալ տեղափոխման պայման, ունենալ պահպանման պայման։ Եթե այս երկու պայմանները դրված չեն, ամենաընտիր մթերքը խանութից կարելի առնել, հասցնել մանկապարտեզ ճանապարհին փչացնել կամ գիշերը պարիսպում փչացնել։ Կառավարության որոշմամբ դեկտեմբերի 20-ը եւ 27-ը կլինեն աշխատանքային օրեր։ Փոխարենը հանգստյան օրեր են համարվել հունվարի 8-ը եւ 9-ը։ Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Վրաստանում թշնամության լեզու օգտագործում են քաղաքական գործիչները, Ադրբեջանում պաշտոնյաները, իսկ Հայաստանում ամենից շատ լրագրողները։ Նա ներկայացրել է Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Եթե խոսքը գնում է լրատվամիջոցների, որոնք իշխանություններին առանձնապես չէին քննադատում, ապա այդ լրատվամիջոցներում չէր քննադատվում նաև դիմադիր քարյակից Բարգավաճ Հայաստանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Վորլիկը Twitter սոցցանցի իր էջում գրառում է կատարել, համաձայն որի նա Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում պատրաստվում է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այսօր Բազելում բացվել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի ամենամյա նիստը։ ԵԱՀԿ գործող նախագահ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշտային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրգհալտերը ողջունել է ԵԱՀԿ 57 անդամ երկրների 11 գործընկեր պետությունների եւ մի քանի միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին, որոնք հավաքվել էին Բազելի կոնգրես կենտրոնում։ Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, մեզ մոտ դոլարի նկատմամբ սպեկուլատիվ ատակա է տեղի ունենում, որովհետև շատերը ձգտում են այս ընթացքում փող աշխատել կամ ինչ-որ խնդիրներ լուծել, բայց դեկտեմբերի կեսի դրությամբ, երբ մարդիկ սկսեն իրենց դոլարային խնայողությունները հանել, որպեսզի նոր տարի անեն, այդ ժամանակահատվածում դոլարի կուրսը կայունանալու է եւ ըստ տնտեսագետի մի 10 դրամ էլ պակաս է լինելու։ Շատ մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, ինչ պետք է անեն դոլարի հետ։ Նրանց պետք է դոլարը, թե պետք չէ, պարզապես դրամը վերածում են դոլարի, բայց իրենց առևտուրը նրանք դրամով են անելու, այդպես չէ, հարցնում է տնտեսագետը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները հավասարակշռվում են, Անդրկովկասում կարող ենք սպասել ավելի հանգիստ իրավիճակ, եւ Թուրքիան չի աշխատի խառնվել Անդրկովկասի գործերին։ Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Թուրքիայի վրա անհամեմատ մեծանում է եւ Թուրքիայի ազդեցությունը ավելի չափավոր, ավելի զուսպ կլինի, քան նախկինում։ Սա քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքն է։ Օրվա լրահոսը 103 կողմ 7 դեմ եւ 1 ձեռնպատձայիների հարաբերակցությամբ ազգային ժողովը ընդունեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրի միանալու փաստաթուղթը։ 1 ձեռնպահ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր։ Դեմ էին Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուկյանը եւ Ժառանգություն խմբակցությունն ամբողջ կազմով։ Քվեարկությունից առաջ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, ողջ հայությունն է հետևում իրենց։ Հատկապես հետևում են այն падգամավորներին, ովքեր որ գործարար են, ովքեր հնարավորություններ ունեն շատ հաճախ մեկնելու արևմուտք, իրենց քվեարկությունը շատ մեծ նշանակություն է ունենալու ապագայում, որպեսզի այդ ճանապարհները իրենց առջև փակվի։ Մինչ քվեարկությունը Տիկին Փոստանջյանի ելույթը իսկական իրարանցում առաջացրեց դահլիճում։ Նա ռուսերենով ընթերցեց մի ռուս մտավորականի հարցազրույցից հատված։ Так что будь ты хоть властелином мира, если ты попадешь в Россию, ты не защищен ни от чего. Սա այսօրվա Ռուսաստանն է։
դուք ռուսերեն չեք հասկանում, հա։ Դուք շուտով այս ամբիոնից, որ շարունակեք այդպես, դուք էլ եք ռուսերեն շարունակելու խոսել։ Դուք խախտում եք լեզվի մասին օրենքը։ Եթե դուք ռուսերեն պիտի խոսայիք, մեկ օր առաջ ասեիք, թարգմանիչ պատրաստենք։ Ազգային ժողովում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ։ Օրինակ երկիր խմբակցությունը կողմ է քվեարկելու։ Բերքն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին։ Խմբակցությունը կողմ կքվեարկի, մենք կողմ ենք քվեարկելու։ Որևէ լուրջ ընդվզում չի անում մեր ժողովուրդը։ Հասկանում է ինչա կատարվում։ Քվեարկության ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության 70 պատգամավորից բացակայեր 4-ը։ Խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանն էլ քվեարկեց նրանցից մեկի փոխարեն։ Բացի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրից ազգային ժողովը 71 կողմ 46 դեմ եւ 0 ձեռնպատձայների հարաբերակցությամբ ընդունեց նաեւ 2015 թվականի պետական բյուջեն։ Ազգային ժողովը ավարտեց այս տարվա իր աշխատանքները։ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը վավերացրած պատգամավորներն ազգային ժողովից չկարողացան աննկատ հեռանալ։ 4 օր անընդմեջ արժեի շենքի մոտ պատգամավորներին սթափության կոչ անող ակտիվիստներն արդեն զուսպ չէին։ Պատգամավորներն էլ իրենց հերթին էին վիրավորում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը դեմ քաղաքացիներին։ Չափ տվող չկա մեջ, չէ՞ դրա։ Չափ տվող այնտեղ նստած է, որ ձեզ էշիպես բերեք այցելած։ Քվեարկությունից հետո հեռացող պատգամավորներից մի քանիսը փորձեցին բացատրել իրենց դիրքորոշումը։ Ես գտնում եմ, որ ես իմ քվեարկությամբ Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի համար, Հայաստանի տնտեսության համար էական լուրջ հնարավորություն եմ ստեղծել։ Անկախ պատգամավորների բացատրություններին քաղաքացիները նրանց քվեարկությանն արդեն հստակ գնահատական էին տվել։ Ովքեր որ կողմ են քվեարկել Հայաստանի ու Ռուսաստանի բռնակցմանը, նրանք իմ համար լուստրացվեցին ու հանրությունը պետքա ճանաչի նրանց։ Կինս էլ բիզնեսով չի զբաղվում, ոչ մի բիզնեսով չենք զբաղվում, պոլիտիկայով ենք զբաղվում։ Բարձր տրամադրությամբ ազգային ժողով եկած Սամվել Ալեքսանյանը քաղաքական բազում մտքեր ունի Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի օգուտների մասին։ Մենք լիքը շահեր ենք։ Թե ինչու է իր վատ տնտեսությունը Հայաստանը կապում հատկապես տնտեսական խորը ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանի հետ, քաղաքական գործիչն առանձնապես սարսափելի չհամարեց։ Սաղ տեղել էր կրիզիս է։ Պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանն ավելի համապարփակ է նայում նոր միությանը, այն Հայաստանին ոչնչով չի սպառնում։ Ինչ էս որից է գործել, որ եթե մենք մտենք ես տամոժնիսայից պետք է անկախությունը վերան։ Այսինքն Ղազախստանի անկախությունը վերացավ, Բելարուսյան վերացավ, մենք էլ մեզի կոտորում ենք։ Պարոն Սարոյանը զգուշացնում է չանդամագրվելու հետևանքների մասին, ռուսների հետ խաղեր տալ չի կարելի։ Գիտես ինչքան հայ ունենք, այսօր Ռուսաստանում աշխատում է։ Մինակ են որ վերցում, հետ են ուղարկում, դեպորտ են անում։ Էդի քիչի որ մեր ժողովուրդը հանգիստ խղճով գոնե կարա այդտեղ նորմալ աշխատի, փող աշխատի։ ԵՏՄ-ի օգտին Մեհեր Սեդրակյանի փաստարկներն ավելի ծանրակշիռ են, մեզ կուտեն, եթե մենք ռուսների հետ չեղանք։ Մեր ազգը սաղ կյանքը եղել է ուրիշի լծի տակ, մենք սովորենք, որ մեր գլխին պետքա մեկը լինի։ Պարսիկը, թուրքը, ռուսը լավ չի, ռուսի ոնց որ ասած իշխանության տակ լինեն։ Ռուսը ըստ պարոն Սեդրակյանի խորը արմատներ ունի մեր անկախության առաջին տարիների եւ Ղարաբաղյան ազատամարտի մեջ, հոմեն մենակ չհաղթեցինք ադրբեջանցիներին։ Ղարաբաղը հաղթեցինք, բայց ով պահեց։ Եթե ռուսը չլիներ, ոնց էինք Ղարաբաղ պահում։ Ստեփան Դեմիրճյանը համաձայն է, անդամակցելով ԵՏՄ-ին մենք անվտանգության հարց ենք լուծում։ Այն անվտանգության համակարգին, որում գտնվում է Հայաստանը, այսօր այդտեղ չկա։ Սակայն խմբակցությունների մեծ մասն ազգային ժողով է եկել եվրոինտեգրացիայի խոստումով, ինչու ԵՏՄ-ին միանալու հարցը հանրաքվեի չի դրվում։ Մենք կստանանք բարձր արդյունք, ես համոզված եմ, կողմ արդյունք։ Նոր տարվա սև թուղթ, այսպես են իրենց աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանոթագրերը գնահատում նայերիցիները։ Հանգիստ նստած ենք, մեկ էլ մի բան ասում են։ Մի ամիս առաջ ասում էին, անպայման ամբողջ աշխատավարձը ստանում եք։ 20 օր հետո ասեցին, ոչ մի աշխատավարձ, ես չեմ խոստացել։ 18 ամիս ոնց կարելի է ժողովրդի սոված պահել։ Խալխի տուալետ ու ոդի տակ եմ մաքրել։ 50 ռուբլի փող եմ ստացել, բայց արդեն մի տարի 8 ամիս է ես այդ աշխատավարձը չեմ ստանում։ Ամեն անգամ գալում ենք ասենց խալմաղան, մի թուլափայ գցում ու քաշվում են գրախ։ Այդ Զախարյան հասկանունը։ Իրա մայրը լիներ իմ տեղը ինքը խաբուլկաներ, ես իրա նման տղա ունեմ։ Ինչ կապ ունի որ պաշտոն չունի։ Մեր խնդիրը
Մեր աշխատավարձն է 17 ամսվա, 18 ամսվա աշխատավարձն է։ Ով է տալու դա։ Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թվականից արտադրանք չի տալիս։ Աշխատողների մեծ մասն էլ գտնվում է հարկադիր պարապորտում։ Որպես խնդրին լուծում գործարանը որոշել է լուծարել 1700 անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Շարունակել այսպես։ Ուղղակի իմաստ չկա, որտեղ դա բերում է նորից լրացիչ պարտքերի կուտակման։ Հաջորդ տարվա փետրվար ամսից Նաիրիտը կունենա միայն 500 աշխատակից, սակայն նրանք արտադրանք չեն թողարկի։ Դա այն կոնտինգենտն է, որ պետք է ապահովի գործարանի անվտանգությունը, գործարանը վերջի հումքեր կան, նյութեր կան, քիմիական, որոնց պահպանությունը պետք է ապահովի։ Աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցագրերը բաժանվում էին նաև ակցիայի ժամանակ։ Հայտնում ենք, որ ընկերությունը 2015 թվականի փետրվարի 6-ից լուծելու է ձեզ հետ կնքված թիվ 408 աշխատանքային պայմանագիրը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերությունը չունի ձեր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը համապատասխան այլ աշխատանք։ Նաիրիտ գործարանի աշխատակիցներն այսօր հանդիպեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։ Նա մերժել է աշխատակիցներին ամբողջ աշխատավարձը վճարելու պահանջը, նշելով, որ միայն 1 ամսվա աշխատավարձ կտրվի նրանց, իսկ կրճատումներն էլ կշարունակվեն։ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի հասցեին այսօր մեղադրանքներ հնչեցին։ Նույն ինստիտուտի աշխատակիցը նրան մեղադրեց գիտական էթիկայի խախտման, գիտական զեղծարարությունների եւ գրագողության մեջ։ Սուտ վկայություններ է բերել եւ փորձում է ապացուցել, որ հայերը միգրանտ են։ Ղարախանյանի այդ գրվածքները ջուր են լցնում Իլհամ Ալիև եւ Էրդոգանի քարոզչա մեքենայի ջրաղացի։ Սակայն սա մեղադրանքների մի մասն էր։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական խորհրդում որպես երկրաբանություն մասնագիտության թղթակից անդամ առաջ է դրվել է հենց Ղարախանյանի թեկնածությունը, ով բանախոսի հավաստմամբ հայերը նույնիսկ գրել կարդալ չգիտի։ Այստեղ նա եւս բանեցնում է իր վարչական ռեսուրսը, այսինքն փորձում է անցնել թղթակից անդամ ոչ թե որպես գիտնական, այլ որպես ինստիտուտի տնօրեն։ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղյակ են կատարվածից։ Ռադիկ Մարտիրոսյանն էլ շատ լավ ծանոթ է այդ խնդրին, բայց ծածկադմփուց է։ Արկադի Ղարախանյանը այսօրվա քննարկմանը անձամբ ներկա չէր։ Նրա փոխարեն Խաչատուր Մելիքսեթյանն է հակադարձում բոլոր մեղադրանքներին։ Քարտեզների օրինակ ուղղակի այսպես նմանությունը դեռ չի նշանակում գրագողություն եւ այլն։ Եթե փորձ է արվում վնասել ակադեմիայի բարի համբավը, ապա ինչու պատասխանատվության չի կանչվում ստահոդ լուրեր տարածողը։ Ինստիտուտում կա բարյացակամ եւ դեմոկրատական մթնոլորտ եւ մենք նպատակահարմար չենք գտնում։ Մեր դատարանները կարծում եմ գրագողության, գիտական գրագողության մեծ փորձ չունեն այդպիսի գործեր վարելու։ Խնդիրը ուսումնասիրելու համար Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը առաջիկայում կներկայացնի իր մասնագիտական եզրակացությունը։ Հայաստանում ապրանքները եւ մասնավորապես մթերքները նոր տարուց առաջ ավանդաբար թանկանում են։ Առևտրով զբաղնողները գտնում են, որ ամանորը հենց այն առիթն է, որ իրենք պետք է հավելյալ փողեր աշխատեն։ Սակայն այս մեզ համար ավանդական դարձած թանկացումներին ավելացել են Հայաստանից դուրս տեղի ունեցող գործընթացները, որոնք մի կողմից տարբեր տիպի սպեկուլյանտներին նոր հնարավորություններ տվեցին, մյուս կողմից բնակչության շրջանում անվստահություն եւ դժգոհություն առաջացրեցին։ Օրվա գլխավոր թեման։ Պարենային ապրանքների բանջարեղենի ու մրգի գինն ամեն օր բարձրանում է, վաճառողները սակայն պնդում են, թե դրանից օգուտ չունեն։ Թանկացել է, հա, թանկացել է, ոչ էլ առնող կա։ Մենք չենք կարողանում արենդեն հանենք, չգիտենք։ Այստեղ մեկը չկա, բանկերի տակը ընկած չլինի։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում ապրանքների գներում կտրուկ փոփոխություն է նկատվում, այս տարի դա ամենևին էլ կապված չէ ամանորի հետ։ Որ թանկացել է ինչ, ամբողջ ինչ որ կատարվում է, որ նկատում եմ, դրանից ինչ է փոխվում։ Թոշակառու մարդու վրա ամեն դրամն էլ ազդում է։ Ես տուրիստ եմ, այո, բայց նկատել եմ շատ թանկ է։ Ռուսաստանի հետ միանում ենք, հիմա ավելի է բարթանում, ավելի է թանկանում, այս ժողովրդին ճանի, պարեկցիվից կախվի, շատ թանկ է։ Աշխատանքի հիմա շատ թանկ է։
Հոկտեմբերից մինչև այսօր հացի գինը 90 դրամից դարձել է 100 դրամ, շաքարավազինը 333-ից դարձել է 374 դրամ, ձեթը 680 դրամի փոխարեն դարձել է 730 դրամ, հնդկաձավարը 550-ից դարձել է 670, թթվասերը 450-ից 510, սառեցրած հավի բուդը 870 դրամ է դարձել նախքին 815-ի փոխարեն, իսկ ձուն 71 դրամից դարձել է 74։ Իդեպ այս օրերին խանութում ձու գտնելը դժվար է, այս սեզոնին հավերը չեն ածում, իսկ արտադրվածը պահել են դեկտեմբերի վերջին օրերին թանկ գնով վաճառելու համար, թանկացել է նաև պտուղ բանջարեղենը։ Խնձորը 1000 դրամ ենք վաճառում, դե 700-800 այդպես ամեն տարի վաճառում ենք, բայց այս տարի մի քիչ որ ցրտահարվել է, մի քիչ ավելի քիչ է, բնականը պետքա թանկ լինի։ Վախի մթնոլորտից իրանք էլ իրանց ապրանքն մի փոքր թանկացնում, որ գնան սիթիներից կարակը թանկ առնեն։ Ենթադրենք այս ապրանքը մենք վաճառում էինք 2000 դրամ, հիմա բարձրացել են 2500 դրամ, որպեսզի կարողանանք որոշ ապրանքների մեջ մենք էլ տեղավորվենք։ Դրամի արժեզրկումը նույնպես էական ազդեցություն է ունեցել տնտեսվարողի վրա։ Ստացել եմ $4.17 ցենտ, հիմա փակում եմ $4.67 ցենտ։ Քան է թանկացնենք չի գա իրենց ասկի։ Թանկացումների մասին են վկայում նաև ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Կարտոֆիլի գինը շուկայում թանկացել է 13.3%-ով, վարունգինը 37.9%-ով, կանաչ պղպեղինը 47.3%-ով, լոլիկինը 76.4%-ով, խառը կանանչին թանկացել է 16%-ով, ծաղկակղամբը 6.4%-ով, բողկը 3.1%-ով։ Ընդհանուր առմամբ ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ։ Եթե հարցին նայենք խոշոր մասշտաբով, ապա թանկացումների և սպեկուլյացիայի դեմ հակաթույնը կարծում եմ մենաշնորհի բացակայությունն է և արտահանման ու ներկրման բալանսը։ Որովհետև եթե ես տվյալ ապրանքի միակ ներկրողն եմ, ապա ես արտասահմանում կշարունակեմ ներկրվող ապրանքը գնել նույն գնով, նույն տեղից և քանի որ արտարժույթի գինը թանկացել է, այդ ապրանքը Հայաստանում կվաճառեմ ավելի թանկ գնով։ Եթե նույն ապրանքը բերում է 10 հոգի, ապա նրանցից յուրաքանչյուրը կաշխատի այն ձեռք բերել ավելի էժան տեղից և մնացած բերողների նկատմամբ ստանալ մրցակցային առավելություն, վաճառելով այդ ապրանքը ավելի շատ և ավելի էժան։ Մյուս կողմից, եթե մեր երկրի տնտեսության գերակշռող մասը հիմնված լիներ արտահանման վրա, ապա մենք կունենայինք բավականաչափ դոլարներ մեր դրամի կուրսը կայուն պահելու համար։ Իհարկե այստեղ կան նաև արհեստական գործընթացներ, բանկերից շատերը օրինակ 3 չէին վաճառում տարադրամ, ընդհանրապես չէին վաճառում ոչ մի գնով և համապատասխանաբար չէին վերցնում դրամ արտարժութային վարկերը փակելու համար։ Չգիտեմ թե որքանով է դա օրինական, բայց երբ խոսում են խուճապի և աժիոտաժի մասին, ապա դրանք ստեղծվում են ահա այս երևույթների պատճառով։ Իսկ բանկերի տերերը, հիշեցնեմ, պատահական մարդիկ չեն։ Ամեկ+-ի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր հանրապետական խմբակցության անդամ Մանվել Բադայանը։ Պարոն Բադայան, մարդիկ աշխատավարձ են ստանում դրամով, բայց վարկերը վերցնում են նաև դոլարով, եւ բանկերը դրամ չեն վերցնում այդ վարկը մարելու համար։ Ինչպես եք դա մեկնաբանում։ Դա ակնհայտ կամայականության դրսևորում է, որովհետեւ մարդուն երբ որ տալիս էին դոլարով կամ եվրոյով վարկ, բացահայտ պատասխանում էին նրա հարցին, երբ որ ես դրամ եմ աշխատում, ոնց եմ փակելու ձեր դոլարային պարտքը, ասում են որևէ խնդրեմ չկա, կբերես դրամը սարքենք դոլար, վարկդ կփակենք։ Պայմանագրումները այդպես գրված է։ Չգիտեմ պայմանագրում գրված է թե չէ, բայց համենայն դեպս ենթադրվում է, երբ որ դու առաջարկում ես քո ծառայությունները բանկային, այնտեղ այդ ծառայությունների մեջ գրած է, որ դու նաև զբաղվում ես բանով փոխանակների փոխակերպմամբ։ Եվ հիմա եկել է մարդը, ասում է ես այդ ծառայությունը չեմ մատուցում։ Եթե չէիր մատուցում, գրխանց ինձ ասեիր, ես չվերցնեի քո մոտ դոլարային վարկ։ Կենտրոնական բանկը պիտի դրանով զբաղվի։ Կենտրոնական բանկը պետք է զբաղվի դրանով, անկասկած, բայց դրա համար ռեսուրսներ են պետք։ Կենտրոնական բանկը պարտադրված պետք է ինտերվենցիա անի վալյուտային, բայց դրա համար ռեսուրսներ են պետք։ Ես չգիտեմ կենտրոնական բանկը հիմա տիրապետում է այդ ռեսուրսներին թե չէ։ Դե ասում են որ ունեն։ Այնուամենայնիվ զուտ ֆորմալ պահվածքը բանկի, որ դոլար ես վերցրել, բեր դոլար դուր, դա դեմագոգիա է։ Շատ լավ, ինչպիսի գործոններ են հիմա ազդում ապրանքների թանկացման վրա։
Դրամի արժեզրկումը իհարկե, որը պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներով, որը պակասացրել է տրանսֆերտների թիվը, համարյա թե 2 անգամ, եւ երկրորդը, որ մեր տնտեսությունը առայժմ չի զարգանում այն տեմպերով, ինչ որ մեզ պետք են։ Արտահանումը նկատի ունի։ Ոչ միայն արտահանումը, նաեւ դրամական զանգված կարող ես ավելի շատ աշխատես այստեղ, եւ եթե ավելի շատ աշխատատեղեր ունենաս, ավելի հզոր տնտեսություն ունենաս եւ կարողանաս դիմակայես այդ խնդիրներին եւ ինչու՞ չէ նաեւ արտահանումը, որը տնտեսության մասից մի մասն է։ Հիմա ոնց որ թե այդ հասկացողությունը արդեն ամրապնդվել է մեր այսպես ասած որոշում կայացնող մարդկանց շրջանակում եւ եթե առաջ առաջի խնդիրը դիտարկում էր բյուջեի լցնումը, հիմա իհարկե հասկանում են, որ դու լավ բյուջե կարող ես ունենալ միայն լավ տնտեսության պայմաններում։ Վարչապետը խոսում է նաև սպեկուլատիվ ինչ-որ գործընթացների մասին, բացառում եք դա։ Ոչ, չեմ բացառում։ Իհարկե կան սպեկուլատիվ գործընթացներ, եւ որ մարդիկ շահագործելով մարդկանց սպասումները փորձում են, ինչպես ասում են, պատշումոք գներ բարձրացնել եւ այլն։ Դեպքեր կան, որ բացարձակապես տրամաբանության մեջ չի տեղավորվում այդ գների բարձրացումը, այնուամենայնիվ տեղ գտնում է։ Եվ այստեղ մենք ունենք հատուկ հանձնաժողով, որը պետք է բացահայտի այդ դեպքերը, ինչքանով է պայմանավորված, ինչքանով է բացատրվում քո գների բարձրացումը, եւ եթե չի բացատրվում, ուրեմն համապատասխան սանկցիաներ կիրառվում են։ Իհարկե մենք չունենք մարմին, որը որոշում է գներ, բայց մենք ունենք մարմին, որը վերահսկում է քո գների բարձրացումը սպեկուլատիվ է, թե արդարացված։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյան։ 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Ալավերդու քաղաքապետարանն առաջարկել է կրճատել աշխատակիցների թիվը եւ կրճատվածների հաշվին ավելացնել մյուսների աշխատավարձը։ Առաջարկությունն ընդունվել է, ըստ այդմ 2015 թվականին 311-ի փոխարեն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող աշխատակիցների թիվը կդառնա 303։ Ցավոք այսօր զգալի թվով աշխատողներ աշխատում են նույն նվազագույն աշխատավարձով։ Ալավերդու քաղաքապետարանը կրճատել է ներկայացուցչական, ծառայողական ավտոմեքենաների, ներքին գործուղումների, մասսայական միջոցառումների կազմակերպման եւ կապի ծառայությունների համար նախատեսված ծախսերը, ընդհանուր առմամբ տնտեսվել է 8 միլիոն դրամ։ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը ներդրվելու է Հայաստանի մի քանի ավագ դպրոցներում, մեծ ոգևորություն է առաջացրել Վանաձորում։ Այստեղ կայացել է հանրային լսում, որի ժամանակ ներկայացվել են ծրագրի մանրամասները, դրա հետ հույսեր են կապում հատկապես երիտասարդ մասնագետները։ Ինձ թվում է շատ խոստումնալից եւ կոնկրետ նպատակներ հետապնդող ծրագիր է, բնականաբար, եթե ուսուցիչների գիտելիքները, ուսուցիչների փորձը եւ նրանց առաջարկները հաշվի առնեն, պետք է որ շատ գեղեցիկ ու իրոք սերունդ դաստիարակող ծրագիր ստացվի։ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ է արել իր գործընկերներին հիվանդ ձևանալ եւ չգալ քվեարկության։ Լավ չէ մարդկանց դրդել տարբեր տեսակի սիմուլյացիաների։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Քվեարկելուց առաջ ինչքան է որ ձեզ բերման ենթարկեն, դուք մի մասնակցեք, հիվանդացեք, մնացեք տանը կամ չգիտեմ Где англичанин? Встать! Ведь бин больной. Какой там больной?